Ողջույն գործարարալիքին միացած բոլոր լսողներին եւ դիտողներին, սա թարմուղեղով զրույցն է 106 եւ 5 հաճախականությամբ, իսկ առաջին խոսափողի մոտ Ավետիք Քերոբյանն է, հայկական ՔՎ կուսակցության վարչության անդամը։ Ողջույն, պարոն Քերոբյան։ Ողջույն։ Նախորդ անգամ, երբ մենք զրուցում էինք, այն ժամանակ դեռևս ձեզ ներկայացնում էի ՀԱՅԱՔՎ-ից, այս անգամ արդեն կուսակցությունով եք հանդես գալիս։ Ամսի 18-ին է որոշումը կայացվել, չէ՞, կարծեմ թե որ հայտ եք ներկայացնում ընտրություններին։ 18-ին ասուլի շնորհանդես արեցինք, այո, կպատմեք մանրամասն ինչ տեղի ունեցավ եւ ինչի մասին էր շնորհանդեսը։ Դե հայկական ՔՎ-ն դա ՀԱՅԱՔՎ ազգային քաղաքացիական միավորման քաղաքական թևն է, որով մենք մասնակցելու ենք 2026-ի ազգային ժողովի ընտրություններին։ Մենք այդ ասուլիսին ներկայացրեցինք մեր քաղաքական ծրագիրը, համառոտ իհարկե, պատասխանեցինք լրատվամիջոցների հարցերին։ Ընդհանրապես ասած, մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձրել եւ մանրամասն մշակել ենք մեր քաղաքական ծրագիրը, եւ պետք է ասեմ, որ այսպես բավական տարբերվող քաղաքական ծրագիր ենք ներկայացրել, մասնավորապես հենց անվտանգության եւ պաշտպանության հարցերը շատ մշակված եւ միտված մեր պետությունը պետության հարատև եւ կայուն զարգացմանը։ Եվ պետք է ասեմ, որ այս սրա մասին առնվազն այս պայն քաղաքական հայտ ներկայացրած քաղաքական ուժերը շատ քիչ են խոսում, շատ են խոսում իրենց այս ինչա մետ կամ այն ինչա մետ լինելու մասին, հայամետ լինելու մասին ընդհանրապես չեն խոսում եւ Հայաստանի անվտանգությունից եւ պաշտպանությունից կարելի ասել համարյա չեն էլ խոսում։ Իսկ որ տնտեսությունից խոսում են, տնտեսությունը զարգացնելուց, դա հայամետության մասին չի։ Դե գիտեք, տնտեսություն կարելի է շատ ձև զարգացնել, շատ ձևեր կան տնտեսություն զարգացնելու, կա օլիգարխիկ ձևը տնտեսության զարգացման միջև այսօր այդ ձևով է զարգանում, երբ հարստությունը կուտակվում է շատ փոքր քանակով մարդկանց ձեռքերում կամ գրպաններում, իսկ աղքատությունը չի նվազում, գործազրկությունը նկարած թվերով գուցե նվազում է, բայց զբաղվածությունը եւ արժանապատիվ զբաղվածությունը, որ թույլ է տալիս արժանապատիվ կյանք վարել, այդ զբաղվածությունը չի աճում, խոսում են տեղերի օրինակ, գներից կամ աշխատատեղերից եւ այլն, մա չեմ ուզում քննադատել մարդկանց քաղաքական ծրագրերը, ավելի մերինից խոսենք։ Այո, խոսենք ձերինից։ Մեր ծրագրի մեջ տեսական զարգացումը, սոցիալական արդարությունը, կրթության գիտության զարգացումը, մշակութային ժառանգության պահպանումը եւ այն որպես այցեքարտ ներկայացնելը շատ ցայտուն կերպով ներկայացված է, միջելուց դրա մասին էլ շատ քիչ են խոսում։ Եվ պետք է ասեմ մի բան, որը որ մենք հստակ կերպով առանձնանում ենք մյուսներից, դա Արցախի հարցն է, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, Արցախում մեր մշակութային եւ պատմական ժառանգության պաշտպանությունը եւ Այսօր պարոն Քերոբյան, շատերը վախենում են այդ հայտ ներկայացնելիս Արցախի մասին այլևս բարձրաձայն խոսել, այնպես ինչպես խոսում էին սրանից առաջ։ Դուք չունեք այդ վախերը։ Մենք այդ վախը չունենք, մենք ավելին համարում ենք, որ դրա մասին չխոսելը դա պղծություն է, որովհետեւ Արցախը եղել է եւ մնում է մեր ինքնության էական մասը։ Արցախում է Մեսոպ Մաշտոցը ստեղծել առաջին հայկական դպրոցները, հայ գին ու գրականությունը այնտեղ է զարգացել, եւ մինչև այս վերջերս հայաբնակ աշխարհի ամենահին հայաբնակ հատվածը դա Արցախն էր, որտեղ հազարամյակներով հայերը անընդհատ բնակվում են եւ չկար նույնիսկ այն զգացումը, որ դա չի կարող լինել հայկական։ Ցավոք սրտի մենք 2020-ից հետո նոր իրականության մեջ ենք ապրում, բայց մենք իրավունք չունենք ուրանալու մեր պապերի պահածողը, մենք իրավունք չունենք ուրանալու մեր հաղթանակները, մենք իրավունք չունենք համակերպվել այսպես ստրկացված, կզած եւ պարտադրված խաղաղության հետ, ճակերտներով եմ ասում, որովհետեւ սա ամենամին խաղաղություն չի, իսկ Արցախը, այո, Արցախը պետք է լինի մեր քաղաքական ծրագրում եւ պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգում։ Ինչ ձևաչափով Արցախը պիտի հնչի ձեր կողմից։ Ինչ եք ասելու Արցախի մասին։ Տեսեք, պետք է իրատես լինել, մենք այսօր չունենք այն ռազմական ուժը, որը անհրաժեշտ է խաղաղ ճանապարհով Արցախ վերադառնալու եւ կամ Արցախը վերադարձնելու համար, բայց մեր ձեռքին կան կռվաններ, Հայաստանի մասին է խոսքը, կան կռվաններ, կա անվերապահ հայկական
մշակութային եւ պատմական ժառանգությունը Արցախում, կան մեր եկեղեցիները, կան մեր հողը, կան մեր պապերի տատերի գերեզմանները, հա կան այնտեղ են մեր արմատները եւ իմիջիայլոց եթե մենք դրանցից հրաժարվենք, ապա հայ կոչվելու իրավունք չունենք։ Չի կարելի հրաժարվել Կարենից, Վանից, այնպես ինչպես չի կարելի հրաժարվել Դադիվանքից եւ Ամարասից, չի կարելի հրաժարվել Մարտակետից եւ Հադրութից, հա, եւ եթե մենք դրանից հրաժարվենք, եթե մենք դա ուրանանք, ապա կուրանանք մեր ժողովրդի մի էական մասին, որը ծագում արմատներով այնտեղից է, հա, բայց կուրանանք մեր ինքնությունը իրականում, որովհետեւ այնտեղ է էլի իմ կրկնում Մեսոպ Մաշտոցը հիմնադրել առաջին հայատար դպրոցը։ Ձեր ընտրազանգված այն մարդիկ են, ովքեր պատրաստ են հիշել ու պահանջել, ճիշտ եմ հասկանում, եւ դրանից այն կողմ մարդիկ, ովքեր որևէ կերպ հաշտ են այս իրավիճակի հետ, չեն մտնում ձեր ընտրազանգվածի մեջ։ Այս իրավիճակի հետ հաշտ լինելը դա մարդ պետք է շատ պիղծ լինի իրականում, որպեսզի ամբողջությամբ եւ անկեղծորեն հաշտ լինի այս իրավիճակի հետ, հա, որտեղ այս իրավիճակը իրականում հայկական շահի ոտնահարում է ամբողջությամբ, եթե նայենք տեսնենք թե ինչպես է այսօրվա իշխանությունը կամ իշխանության մասկազմող ուժերը ոտնահարում հայկական շահը, ապա պարզ է դառնում, որ այս իրականությունը կամ այս իշխանության հետ հաշտ լինել նշանակում է լինել հակահայ, հա, նշանակում է չլինել հայ, հայ դա այսպես էջմիածին գնացող ժամանակ առ ժամանակ կամ Սևան կամ Գառին եղել գնացողը չէ, հայ դա հայրենաճանաչ, հայրենասեր, հայրենատեր եւ հայրենապահանջ հայն է, որը համարում է, որ Հայաստանում ունի ապրելու եւ իր երեխաներին մեծացնելու լիակատար իրավունք, իսկ մենք այդպիսի իրավունք ունենք, բնական իրավունք ունենք նաեւ Արցախում։ Պարոն Քերոբյան, վստահ եմ, որ առիթ ունեցել եք շփվելու գոնե 1-2 մարդու հետ, ովքեր հաշտ են այս իրավիճակի հետ։ Ովքեր են այդ մարդիկ։ Այդ մարդիկ նյութապաշտներն են։ Այդ մարդիկ են, որոնց համար այսօրվա կուշտ փորը ամեն ինչ է, լծված գրպանը ամեն ինչ է, հա, եւ իրենք բայց կուշտ մարդիկ են, այս պահի դրությամբ կուշտ մարդիկ են հաշտ, թե հակառակը։ Չէ, հաշտ են մարդիկ, որոնց համար կուշտ լինելն է ամեն ինչ։ Հա, իրենք կարող է այսօր կուշտ չլինեն, հա, կա ընտրազանգվածի մի մեծ խավ, որի համար իրենք ընտրախոստումներով են կշտանում, հա, եւ բացարձակ հրաժարվել են վերլուծելու կարողությունից, վերլուծելուց, հա, եւ ընդհանրապես ընտրախոստումներով կամ ընտրակաշառքով են առաջնորդվում։ Այսինքն շատ հաճախ այս իշխանության շուրթերից բերանից հնչում է ասֆալտը, ճանապարհներ եւ այլն, գիտենք թե ինչ արժեք ունի այդ ասֆալտը, ճանապարհները, հա, որոնք Անձրևի եւ Ձյան հետ հալվել գնացել են եւ դարել են համազգային չարիք իրականում, հա, Երևանում բոլոր ավտովերանորոգման արհեստանոցները լիքն են ջարդված մեքենաներով, հենց վատ ասֆալտի պատճառով ջարդված մեքենաներով, եւ բայց դա միայն մեքենաների խնդիրը չէ, հա, դա այն խնդիրն է, որ այսօր մեզ փորձում են խաբել, հա, բայց դա դառել է քաղաքական գործոն, սուտը դառել է քաղաքական գործոն, հա, եւ այդ ստով փորձում են մեզ կերակրել, փորձում են խաբել, բերել եւ քվեարկեցնել իրենց օգտին։ Ես վստահ եմ, որ դուք ինձ հետ համամիտ կլինեք, որ սրա հիմքում նաեւ վատ կրթությունն է, երբ կարողանում են մարդկանց խաբել։ Երբ մարդ անվերապահորեն հավատում է հեռուստացույցի էկրանից հնչողին, հա, եւ չի այսպես գործի դնում իր վերլուծելու կարողությունները, ավելին ասեմ, երբևէ չի բացել կարդացել կառավարության ծրագիրը կամ նախընտրական ծրագիրը նախորդ ընտրություններին մասնակցած ուժերի կառավարության ծրագիր մենակ սրանց մասին չի խոսքը, հա, նաեւ նախորդների եւ ընդամենը համակերպվում է իր կողմից վճարվելիք հարկերը եւ դրա դիմաց այսպես բարեհաճության կամ ողորմության տեսքով արվող ասֆալտի հետ, հա, այդ մարդը քաղաքացի չէ, ինքը անոնով է քաղաքացի, բայց եւ ինչ որ իրավունքներով, բայց իրականում ինքը չի մասնակցում երկրի կառավարմանը, հարկերները իրենը չի համարում, իրականում իր կողմից վճարված հարկերը իրենը չի համարում, քանի դա ինքը անձամբ չի վճարել, հա։ Հիմա տեսեք օրինակ Միացյալ Նահանգներում մարդիկ անձամբ են վճարում իրենց հարկերը,
գործատուն վճարում է կամ ինքը ունի եկամուտ, հետո գնում հարկային դեկլարացիա լրացնում եւ անձամբ վճարում է իր հարկերը։ Մեր մոտ դրա պակասը կա, մեր մոտ չկա այդ գիտակցությունը, որ հարկերը դա ինչ որ մի վերացական բան չէ, հարկերը դա ուղիղ մեր գրպանից պետության կամ իշխանության ձեռքով վերցված փող է, եւ մենք դրա համար դրան պետք է պահանջատեր լինենք, հա։ Մեր հարկերով մեզ շատ թանկարժեք գովազդային հոլովակներ են նկարում եւ հրամցնում իբր թե կատարված աշխատանքի հաշվետվություն։ Օրինակ կբերեմ, օրինակ անցյալ ամիս Պաշտպանության նախարարի պաշտոն զբաղեցնող անձը մամլոասուլիս տվեց, սկսեց արդարացումներով, որ ինչ որ վիճակներ կա, որ ինքը դրա շահառուն չէ, պատասխանատուն չէ եւ այլն, մոռանալով նշել, թե ինքը քանի տարի է պաշտոնավարում։ Վերջի ժամանակների ամենաերիկար պաշտոնավարած պաշտպանության նախարարն է, առնվազն 16 թվականից այս կողմ։ Եվ եթե ինչ որ բան տեղի ունենում, լավը իրենցով են անում անմիջապես, եւ գովազդային հոլովակներ են նկարանում, օրինակ ասենք հնդկական զենքերի կամ ինչ որ ամրաշինական կառույցների, միջելից որոնք պարունակում են քրեական հանցագործության էլեմենտներ։ Տարածումը իհարկե, այս շաբաթ մի փոքր գրառում էի արել, մեջ բերելով պետական գաղտնիքի մասին օրենքի եւ ընդլայնված գերատեսչական ցանկերից հատված, հաղումներ եմ դրել, մեր ունկնդիրները կարող են գնալ իմ Facebook-յան էջում նայել, հասկանալ եւ համեմատել, այն ինչը համարվում է պետական գաղտնիք եւ այն ինչը ներկայացնում են բաց կերպով, Հիմա եթե մենք կարծես թե գաղտնիքներ չունենք, չէ՞ ոչ ոքից։ Մենք ունենք օրենքներ, մենք ունենք օրենսդրական դաշտ, որը պարտադիր պետք է լինի բոլորի համար, անկախ նրանից դու իշխանություն ես, ընդդիմություն, թե հասարակ քաղաքացի, թե հոտերեկրի քաղաքացի, որը ապրում է Հայաստանի Հանրապետությունում։ Դրանք պարտադիր են բոլորի համար եւ ոչ ոք արտոնություն չպետք է ունենա այդ օրենքը խախտելու կամ լինելով այսպես օրենսդիր կամ գործադիր իշխանություն դրան վերաբերել կամայականորեն, կամայական մեկնաբանելը դա։ Հիմա ակնհայտ է, որ մենք գործ ունենք ազգային անվտանգության լուրջ խնդիրների հետ։ Մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնք անպատասխանատու կերպով են վերաբերում պետության կառավարմանը, անպատասխանատու կերպով են վերաբերում իրենց լիազորություններին եւ պարտականություններին էլ։ Այս իրավիճակի հետ ես հաս չի մեր քաղաքական ուժը, հաս չեն ես համոզված եմ լիքը քաղաքացիներ, որոնք օրինակ 2021-ին 4% կլինեն այդ քաղաքացիները, կոնե։ Իրենք 40 էլ կլինեն, հա, վերջի սոցհարցումներով ընդամենը 60%-ն են տրամադրվածի այս կամ այն կերպով կողմնորոշված, 40%-ը կամ հրաժարվում է պատասխանելուց, կամ չի կողմնորոշվել, կամ սպասում է ինչ-որ փրկչի, իմիջիայլոց դա շատ վատ հակում է, հա, մեր փրկությունը մեր ձեռքերում պետք է լինի, մենք ինքներս պետք է լինենք մեր փրկության ճարտարապետը եւ շինարարը։ Իմիջիայլոց մեր քաղաքական ծրագրի հենց անվտանգության եւ պաշտպանության մասը հենց դրան է վերաբերվում, որ մենք բոլորս յուրաքանչյուրս լինի դա պետական կառավարման մարմին, տեղական ինքնակառավարման համայնքներ, մասնագիտական թե տեղական, հա, կլինեն անհատ քաղաքացիները, կլինեն քաղաքացիները, որոնք թեկուզ բնակվում են արտերկրում, բայց տնտեսական կամ ինչ որ շահեր ունեն Հայաստանում, լինի դա սփյուռքը կամ Հայաստանի կամ հայության այլ կառույցները, իրենք պետք է մասնակից լինեն մեր պաշտպանությանը։ Եվ պաշտպանությունը դա չի նշանակում միայն ռազմական պաշտպանություն կամ ռազմական անվտանգություն։ Դրա մեջ մտնում է եւ ներքին եւ սահմանային անվտանգությունը, դրա մեջ մտնում է եւ սոցիալական եւ հոգեբանական անվտանգությունը, հա, մենք գիտենք, որ օրինակ տեղեկատվական պատերազմում մենք պարտված ենք 3 միլիոն զոհ ունենք տեղեկատվական պատերազմում, յուրաքանչյուրը այս կամ այլ կերպով առնչվում է ապատեղեկատվությանը եւ զուրկ լինելով կամ բավարար ջանք չգործադրելով այդ տեղեկատվությունը կամ ապատեղեկատվությունը վերլուծելու, ինքը կամ ակամայից զոհ է դառնում հենց այդ տեղեկատվական պատերազմում։ Մենք պետք է դա էլ վերականգնենք։ Մենք չունենք քաղաքացիական պաշտպանության իրական համակարգ։ Երևանում փողոցներում ում հետ քայլես, հարցնես թե եթե հիմա ռումբը գավ այստեղ, իսկ դա բավական հավանական է, որովհետև թուրքական հրետանին հասնում է կամ հրթիռները հասնում են Հայաստանի ցանկացած կետ, իրենք կշփոթվեն։ Ինչ է անելու, իրենք կշփոթվեն։ Իրենք չգիտեն մոտակա տեղը, իրենք չգիտեն, որ օրինակ մետրոն դա հենց պատասպարվելու տեղ է։ Աջուձախ գնային մետրոյի կողմը չեն նայի։ Դա իրենք չգիտեն, թե ինչ է պետք անել առաջին հերթին։ Իրենք չգիտեն օրինակ, որ պետք է
տանը ունենալ ջրի 4 սննդի երկրպագող սննդի պաշար։ Չգիտեմ, որ պետք է ունենալ փաստաթղթերի պրիմիտիվ բան եմ ասում, բայց փաստաթղթերը պետք է ունենալ ձեռքի տակ, առնվազն անձը հաստատող փաստաթղթերը, հա, որպեսզի դրանք չկորեն, հա, ինչ որ պարագայում, եւ որպեսզի դրանք վերականգնելու համար երկար ժամանակ չպահանջվի։ Հիմա լիքը բաներ կա։ Իսկ ինչ վերաբերում է օրինակ անմիջապես ռազմական պաշտպանությանը, հա, դա չի կարող թողնվել միայն բանակի հույսին։ Մեր բանակը այնքան փոքրաթիվ է, հա, եւ երբևէ այդքան մեծաթիվ չի եղել, որ օրինակ ասենք լայնածավալ հարձակման դեպքում 2 օրից ավել դիմանա։ Ես 2 օրը դեռ մեծ թիվ եմ ասում։ Մենք այսօրվա պարագայում ունենք այնպիսի տեղեր, որտեղ 2 ժամը հրաշք կարող է թվալ, որովհետև դիրքերը այն աստիճանի մոտ են եւ այն աստիճանի անբարենպաստ, հա, որ կախված են ուղակի մեր դիմաց կանգնած թշնամու քմահաճույքից։ Ասենք կոնկրետ դիրքեր կան Հայաստանի սահմաններում, չէ՞, այդ պահին ոնց կճիշտ բարեհաճությունից, հա, այնպիսի դիրքեր կան, որտեղ եւ այնպիսի ճանապարհներ են սարքել նույնիսկ մեր տարածքում, հա, գիտենք, որ 2020-ից այսկոմ այս իշխանությունների շնորհիվ, ճակերտավոր շնորհիվ, իսկ իրականում պատճառով Հայաստանի Հանրապետությունը փոքրացել է 242 կիլոմետրով։ Այդքան տարածք ռազմակալել է մեր թշնամին։ Ռազմական ագրեսիայի հետևանքով տեղ-տեղ ոտ գալով եւ չկրակելով հրամանի պարագայում, ասենք փայտով ծեծելով մեր զինվորին դիրքերից անելով, այդ դիրքերը զբաղեցնելով, այդ կադրերը բոլորս տեսել ենք։ Մեզից թաքցվել է առնվազն 10 քառակուսի կիլոմետրի հանձնում Ադրբեջանին, օրինակ Ներքին Հատգյուղի շրջակայքում եւ միայն ասենք արբանյակային պատկերը վերլուծողները կամ այդտեղում գյուղացիների հետ պաշտպանություն իրականացնողները կարող են փաստել, որ այո, դա այդպես է։ Մեզից երկար ժամանակ թաքցվում էր եւ այս վերջերս ենք միայն սկսել խոսել դրա մասին։ Արթուր Համբարձումյան գյումրեցի է, հետո ես եմ խոսել դրա մասին։ ԶԼՄ-ները հարցումներ ուղարկեցին պաշտպանության նախարարության, որը փորձեց արդարանալ կամ չհաստատելով չհերքել, հա, չկարողացավ հերքել, հետո նույն պաշտպանության նախարարը իրականում հաստատեց այդ փաստը, որ մենք դիրքեր ունենք Սյունիքում, որտեղ մեր զինվորները փաստացի պատանդարված են, դա փորձեցին ներկայացնել, որպես չենք հանձնում այդ դիրքերը, որ մեզ հող հանձնող չասեք, թե չէ բավարար չէր, ասենք, այդ 240 կիլոմետրը եւ Արցախը, որպես իրենք հող հանձնող կոչվեն եւ փաստված է, որ իրենք հող հանձնող են, հա։ Մենք սրա մասին չպետք է լռենք, բայց նաեւ պետք է առերեսվենք սրա հետ։ Պետք է հասկանանք, թե ինչ պետք է անենք։ Պարոն Քերոբյան, ամեն դեպքում ընտրությունների գնացող այսպես թիմերը, անհատները մենք հստակ գաղափարախոսությամբ են գնում։ Մի մաս օրինակ խաղաղության բանաձևն է առաջ քաշում, մի մասն ասում է, որ իրենք տնտեսություն են զարգացնելու, մարդիկ սկսելու են լավ ապրել, վարչապետը աշխատավարձ չի ստանալու, մի մասը չգիտեմ, տարբեր։ Ձեր հիմնական գաղափարը որն է, անվտանգությունն է ձեր առաջին կետը։ Մեր հիմնական գաղափարը դա ազգային ժողովրդավարական պետությունն է, հա, ազգային այն իմաստով, որ մենք մեր ինքնությունը պետք է պահպանենք եւ պաշտպանենք, եւ դա չի նշանակում այսպես նացիոնալիզմ բառի վատ իմաստով, հա, Հայաստանի քաղաքացիներ կան, որոնք այլազգի են, ռուս են, ուկրաինացի, եզդի, հույն եւ այլն, հա, մեր ազգային պետությունը նաեւ իրենց համար է, մեր պատկերացած եւ մեր պատկերացումը իրական ժողովրդավարությունն է, այն ժողովրդավարությունը, որ յուրաքանչյուր քաղաքացի իրական մասնակցություն ունի երկրի կառավարմանը, ոչ թե 5 տարին մեկ գնալ ինչ որ քվեարկության մասնակցել եւ դրանից առաջ եւ դրանից հետո որևէ այլ բան չանել, ինչպես փորձում են մեզ համոզել, որ ավել բան պետք չի հարկեր վճարեք եւ հանգիստ ապրեք, հա, մեր պատկերացած ժողովրդավարությունը ուղիղ եւ ամբողջական ժողովրդավարությունն է։ Իմիջայլոց համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգը ենթադրում է, որ պետք է լինի ժողովրդավարություն, որ չպետք է լինի օրինակ դատական անարդարություն կամ կառավարվող կամ կախյալ դատական համակարգ, որովհետեւ դա բերում է անարդարության զգացման, դա բերում է սոցիալական ստրատիֆիկացիայի, դա բերում է սոցիալական բաժանման, ի վերջո պառակտման, որի պարագայում դու չես կարող կառուցել այդպիսի համակարգ։ Իրական անվտանգությունը կառուցվում է հանրային համերաշխության, ոչ թե համակարծության, այլ հանրային համերաշխության հիման վրա։ Համակարծություն պահանջելը մեր ժողովրդից շատ
բարդ եւ անիրատեսական կլիներ, այնքան շատ են քաշվել պարակտող գծերը եւ այնքան շատ է մեզ հրամցվել կեղծորակարգեր։ Իմիջիալից պետք է ասեմ, որ հենց այդ համակարգն է, հա, խաղաղության երաշխավորը։ Եթե դու չունես հանրային համերաշխություն եւ եթե չունես կառուցած համապարփակ պաշտպանության համակարգ, դու չես կարող երաշխավորել քո խաղաղությունը։ Ի վերջո դրա բացակայության պայմաններում հանձնվում ես ինչ որ մի ուժային կենտրոնի ողորմատությանը, որը արել է այսօրվա իշխանությունը, Կարծում եք իշխանության փոփոխությունից հետո չի շարունակվելու այդ գիծը։ Ես կարծում եմ, որ եթե իշխանության կան իրական ազգային եւ ժողովրդավար ուժեր, հա, որոնք պատրաստ են խոսել ոչ միայն պատրաստ են խոսել ժողովրդի եւ քաղաքացու հետ, այլ նրան մասնակից դարձնել երկրի կառավարմանը, իրական մասնակից, հա, ոչ թե ասենք հավատարմություն պահանջելով կամ հավատարմության պահանջով նշանակել կառավարչական կամ վարչական պաշտոնների, այլ հմտությունների, փորձի, գիտելիքի հիման վրա նշանակել, հա, եւ ոչ թե պարփակվել այսպես իշխանության դռների հետևում կամ ավելի վատ բան ասեմ, հա, անվտանգության ուժերի վահանների հետևում պարփակվել եւ դրա հետևում իրականացնել երկրի կառավարումը, այլ բաց խոսել խնդիրների մասին, բաց խոսել սպառնալիքների մասին եւ փորձել բոլորով դիմակայել եւ բոլորով զբաղվել այդ սպառնալիքների հետ։ Ես համոզված եմ, որ այդպիսի պետություն, այո, մենք ոչ միայն իրավունք ունենք կառուցելու, այլ պարտավոր ենք կառուցելու այդպիսի պետություն, որտեղ միայն այդ դեպքում կարելի է երաշխավորել Հայաստանի Հանրապետությունը։ Պատրաստ եք բանակցել թշնամի պետության հետ։ Ստիպված ենք լինելու բանակցել թշնամի պետությունների հետ։ Այլ կերպ հնարավոր չէ խոսել խաղաղության մասին, այլ կերպ հնարավոր չէ ապահովել սեփական երկրի անվտանգությունը, բայց հարատև խաղաղությունը պետք է հաստատված լինի եւ հիմնավորված լինի ուժերի բալանսով, ուժերի հավասարակշռությունով։ Եթե մենք չվերականգնենք ուժերի հավասարակշռությունը, ցանկացած խաղաղություն լինելու է փխրուն, ցանկացած այդպիսի խաղաղություն կախված է լինելու ինչ որ մեկի ողորմածությունից։ Մենք շանս ունենք հավասարվելու Ադրբեջանին, ենթադրենք։ Գիտեք, սկսենք էլ։ Չպետք է փոքրից սկսենք, պետք է սկսենք մեծից, հա, պետք է նայենք եւ արևելք եւ արևմուտք։ Բայց դա իրատեսական է։ Ուրեմն դրա համար պետք է վերլուծել, թե ինչ է կատարվում մեր սահմաններից արևելք եւ մեր սահմաններից արևմուտք։ Թուրքիայում կա ծնելիության լուրջ խնդիր։ Հա, Թուրքիայի արևելյան հատվածները, որտեղ գերակշռող բնակչությունը քրդական է, ծնելիության միջին ծնելիությունը 2-ից մեծ է, որը բնական վերարտադրության մակարդակն է, հա, իսկ արևմտյան շրջաններում, հիմնականում թուրքաբնակ շրջաններում, հա, այնտեղ կարմիր է, այսինքն իրավիճակը, էլի, վտանգը շատ սրված։ Վտանգը վերարտադրությունը, բնական վերարտադրությունը այնտեղ շատ փոքր է, հա, բնական վերարտադրության ցանկալի կամ իրատեսական մակարդակից շատ ցածր։ Նույն վիճակը Ադրբեջանում է, որտեղ կա այսօր դեմոգրաֆիական խնդիր, այն իմաստով, որ շատ են շատացել ամուսնալուծությունները, միջալոց այդ դեմոգրաֆիական խնդիրը նաև Հայաստանում էլ չկա։ Հայաստանում էլ կա, բայց մենք մեզ նայելուց առաջ նաև պետք է վերլուծենք եւ մեզ թույլ պատկերացնելուց առաջ, հա, թույլի դիրքում մեզ պատկերացնելուց առաջ պետք է վերլուծենք, թե մենք իրականում ինչ դիրքում ենք գտնվում։ Հա, Ադրբեջանում շատ են շատացել ամուսնալուծությունները, այնտեղ տնտեսական իրավիճակը այնքան էլ վարդագույն չէ, ինչպես ներկայացնում են։ Այնտեղ կա լուրջ հասարակական սոցիալական բևեռացում, հա, Բաքուն այնտեղ համարյա նույն դիրքն է գրավում ինչ որ Երևանը, այսինքն երկրի տնտեսության մեծ հզորության, տնտեսական հզորության մեծ մասը կենտրոնացած է մայրաքաղաքում, որի միջալուց գտնվում բավական այսպես անկայուն հողի վրա, գիտենք, որ Կասպից ծովը մեկ գնում, մեկ գալիս է, հա, եւ մի օր կարող է շատ լավ էլ առաջ գա, կանխատեսելի իրավիճակ է այնտեղ։ Դա հաշվարկելի չի, չէ՞։ Հաշվարկելի չի, բայց մենք պետք է մեր սպառնալիքները գնահատելիս դա էլ հաշվարկենք։ Ծնելիության մասով որ ասում եք։ Ծնելիությունը այնտեղ անկում է, հա, գյուղական բնակավայրերում ինչ որ չափով դեռևս պահպանվում է, բայց քաղաքային բնակավայրերում, որը իմիջիալոց Ադրբեջանում բնակչության 60%-ից ավելի քաղաքային բնակավայրերում է ապրում, այնտեղ ծնելիությունը անկում է։ Ծնելիությունը անկում է նաև Ինչ է տալիս դա մեզ։ Գիտելիք, որը պետք է օգտագործել մեր հետագա քայլերը հաշվելիս, մեր սեփական դիրքը վերլուծելիս։ Հա, եւ մենք պետք է հասկանանք, որ օրինակ մենք իրավիճակը մեր կողմը շտկելու համար
պետք է օրինակ լուրջ սոցիալական ծրագրեր իրականացնենք, օրինակ խթանելու ծնելիությունը, հա, եւ դա չպետք է օրինակ պայմանավորվի մարդու, ասենք եկամտով, հա, դա պետք է լուրջ պետական խթանման ծրագրեր իրականացվեն, հա, մասնավորապես օրինակ տեսեք այս իշխանությունը պատրաստվում է վերարտադրվելու դեպքում լրջորեն վերանայել նպաստների համակարգը, խոսքը միայն երեխաների մասին չի գնում, հա, եւ իրենց ներկայացած եւ առաջարկած համակարգով Հայաստանի համարյա բոլոր նպաստառուները զրկվելու են նպաստից։ Իրենք թվային բաներով են պատրաստում առաջնորդվել ցուցանիշներով, օրինակ բերեմ, ասենք, եթե մարդու սեփականության մեջ կա օրինակ ասենք ինչ որ հողակտոր, անկախ այդ հողակտորի մշակման կարգավիճակից կամ մարդու ասենք ֆինանսական վիճակից արդյոք նա վիճակի այդ հողակտորը մշակին թե ոչ, ապա այդ հողակտորը համարվելու եկամտի աղբյուր եւ մարդիկ ավտոմատ կերպով զրկվելու են նպաստներից։ Թոշակից չեմ ասում, հա, նպաստներից, միջալուց դիքը ընտանիքներ կան, որտեղ միայն թոշակառուներ են, տնային տնտեսություններ կան գյուղերում, մանավանդ որտեղ միայն թոշակառուներ են եւ նրանք ավտոմատ կերպով զրկվելու են այդ նպաստից, հա։ Կան նաև շատ այլ ցուցանիշներ, որոնց համադրությամբ կամ որոնց հիման վրա մարդիկ զրկվելու են նպաստից։ Օրինակ ընտանիքի հաշվարկով համախառն մասնավոր օրինակ եմ բերում, համախառն ասենք 10,000 դրամից ավել հեռահաղորդակցության ծախսերի վրա, այսինքն բջջային կամ ինտերնետի ծախսի վրա։ Պատկերացրեք, ասենք մարդը տանը ունի 8,000 դրամանոց ինտերնետի փաթեթ, եւս 2,000 դրամ վճարում է ուսանող երեխաների հեռախոսի համար, ավտոմատ կերպով զրկվելու են ցանկացած տեսակի նպաստից, որ այսօր իրենց այլ հավասար պայմաններում հասնում է։ Այսօրվա պայմաններում սա հետաձգված ռումբ է, որը դրված է այս իշխանությունը ընդունելը, բայց հետաձգել է մինչև 2026-ի հուլիսի 1-ը դրա ընդունելը։ Հա, եւ էլի շատ այսպիսի բաներ կան։ Հիմա մենք իշխանության գալու պարագայում եւ թող մեր ունկնդիրների եւ դիտողների համար պատրանք չստեղծվի, որ մենք տպավորություն չստեղծվի, որ պատրանք ունենք, որ միայնակ ենք հաղթարելու ընտրական շեմը, իմիջիայլոց որի դեմ նաեւ պայքարելու ենք, որի իջեցնելը նաեւ մեր քաղաքական ծրագրի մաս է կազմում եւ իրական ժողովրդավարությունը իրականում հենց դրա մասին է, որ շահերի բոլոր նշանակալի խմբերը պետք է ներկայացված լինեն ազգային ժողովում եւ մասնակցեն կառավարմանը։ Մենք դրա իշխանության գալու պարագայում այս ազգային եւ ժողովրդավար ուժերի հետ միասին հետամուտ ենք լինելու, որպեսզի երկրում վերականգնվի սոցիալական արդարությունը, երկրում վերականգնվի հանրային համերաշխության մթնոլորտը, որի համար անհրաժեշտ են իրական բարեփոխումներ օրենսդրական, սահմանադրական, հա, թող ոչ ոք չկարծի, որ 2015 թվականի պղծված սահմանադրությամբ ենք շարունակելու առաջ շարժվել, այդ սահմանադրությունն է, որ նաև թույլ չի տալիս երկրի կայուն զարգացում, այնտեղ կան բավական այսպես վիճելի դրույթներ, որոնք իրականում պատճառ են դարձել մեր այսօրվա փաստացի իշխանության յուրացման մենաշնորհացմանը։ Միայնակ չեք գնալու ընտրությունների։ Ոչ, եւ հենց մեր ասուլիսի ժամանակ էլ հայտարարեցինք, որ բանակցում ենք մեր հետ քաղաքական համահունչ ծրագրեր ունեցող ուժերի հետ։ Հուսով եմ, որ շուտով դրա մասին ավելի բաց կարողանանք խոսել, ուղղակի բանակցային էթիկայից ելնելով չեն կարող մասնավորեցնել, թե հենց որ ուժերի հետ են բանակցում, թող մնա դա առայժմ այսպես երևակայության կամ ենթադրությունների դաշտում։ Նախկին ղեկավարների հետ համաձայնություն ունեք գաղափարների իմաստով։ Իրեք նախկին ղեկավարներից յուրաքանչյուրը ինչ որ չափով մեղավոր է այսօրվա մեջ, հա, եւ ես չեմ տեսել, որ իրենցից որևէ մեկը, հա, մեղքի իր բաժինը ընդունի, հա։ Երկխոսություն կամ այսպես քննարկումներ, բանակցություններ չեն բացառում, բայց իրենց հետ իրենց քաղաքական ուժերի ճանապարհ անցնել առնվազն այսօր դա չի քննարկվում։ Ամեն դեպքում պետք է ասեմ, որ իրենք էլ դեռևս իրենցից որևէ մեկը, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը մասնավորապես, հա, նամանավանդ Սերժ Սարգսյանը այսօրվա իշխանությունների մասին իհարկե խոսելն ավելորդ է, իրենցից ոչ մեկ առնվազն չի հայտարարել ուղիղ կերպով ընտրությունների մասնակցության մասին։ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ուժը Հայ ազգային կոնգրեսը
հայտարարել է, բայց այնտեղ արդեն կա այդ ուժը փոխվել է արդեն, դա Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ուժը չէ, հա։ Ամեն դեպքում դա այնպիսի հարց է, որը ամենայն հավանականությամբ ունի բացասական պատասխան, բայց առայժմ չեմ կարող բացառել։ Շնորհակալ եմ պարոն Քերոփյան զրույցի համար։ Մեզ հետևողներին հիշեցնեմ, որ առաջին խոսափողի մոտ հայկական ՔՎ կուսակցության վարչության անդամ Ավետիք Քերոփյանն էր, իսկ երկրորդի մոտ դες համար Մոնիկա Մամյանը աշխատեց։ Հետևեք զարգացումներին, մինչև ընտրություններ կհանդիպենք։